Արտերոջը սիրելի եղբայրներ եւ քույրեր, մի կարևոր բան, որ իմ սրտում շատ այդպես լրջություն ա դրել այդ հարցը, շատ լուրջ է այդ հարցը։ Մեր Տեր Հիսուսը աշակերտներին տվեց մի հատ կարևոր, շատ կարևոր բան, որ աշխարհում ոչ մի գիտություն, ոչ մի, ասենք, ծնող երեխաներին ոչ մեկը չէր կարող տալ։ Տվեց դա, բայց զգուշացրեց։ Դա տվեց երկնքից, տվեց աշակերտներին, բայց զգուշացրեց, ուրեմն ինչքան վտանգավոր բան գոյություն ունի, թեկուզ երկնքից տրված է, բայց դա կարող է կորցնել կարևորը, կորցնել այն, որը մարդը ամեն ինչ պետք է անի, որ դա չկորցնի։ Ղուկաս ավետարան 10-րդ գլուխ 17 խոսք։ 72 աշակերտները դարձան ուրախությամբ ուսին. Տեր, քո անունովը դևերնալ մեզի կհնազանդվին, զարմանում էին, ուրախանում էին, այս ինչ է կատարվում։ Հիսուս ավանոնց սատանան փայլակի պես երկնքեն վայր ընկած կտեսնեի։ Ահա ձեզի իշխանություն կուտամ օձերու եւ կարիճներու եւ թշնամիին բոլոր զորությանը վրա կողկրտելու ու բնավ բանը ձեզի պիտի չվնասե։ Այսքանը տվեց։ Սա մի հրաշք էր մարդկության կյանքում, աշակերտների կյանքում։ Պատկերացնում եք ինչ տեղի կունենար, ինչեր կլներ, օձերի, կարիճների, սատանայի, դիվային բոլոր ուժերի, այսինքն կարող էին մտնել հոգեբուժական հիվանդանոց, մտնել գժանոց եւ այնտեղ ուրեմն աղոթել եւ բոլորը խելոքանային, բոլորը դևերը դուրս գային։ Պատկերացնում եք ինչ տրվեց իրանցը, բայց շարունակության մեջ ես ոչ մի բառ բաց չեմ թողում։ Շարունակության մեջ, բայց դուք անոր համար մի ուրախանաք, որ չար ոգիները ձեզի կհնազանդվին, հապա ուրախացեք, որ ձեր անունները երկինքը գրված է։ Այստեղ կանգ առնենք։ Սիրելիներ, այստեղ մենք ուշադրություն դարձնենք, որ կա մի վտանգ, որը մարդը, ասում են, չէ, ուրախությունից կորցրել է իրան, ուրախությունից շփոթվել է, ուրախությունից ուշքը գնում է, ուրախություն, ես իմ կորցրել է իրան։ Եվ այս տեղի կունենար, Տեր Հիսուսը լավ գիտի, մարդը ով է, մարդը ինչ կարա լինի, մարդը ոնց կարա կորցնի իրեն, եւ այդ կորցված ժամանակ ամենագլխավորը կորցնի, որովհետեւ սատանան այդ պատճառով կորցրեց ամենագլխավորը։ Հրեշտակը այդ պատճառով դարավ սատանա, կորցրեց ամենագլխավորը, այսինքն մարդը իրեն վերագրեց, մարդը իրեն ցույց տվեց, ինչպես եղբայրն ասեց, փոխանակ Հիսուսին իր առջևից տեսներ եւ գնալ Հիսուսի հետևից, ինքը անցավ ընկավ Հիսուսի առջև եւ սկսեց ինքը իրեն ցույց տալ, իրեն հրատարակել, իր անունը բարձրացնել։ Այս վտանգը սիրելիներ, կարծես թե երկնքից տրված էր։ Երկնքից տվեց Տեր Հիսուսը անձամբ, ինքը ուզելով տվեց աշակերտներին, բայց նաև զգուշացրեց վտանգի մասին։ Բայց եթե Տեր Հիսուսը չի տվել, օրինակ, հիմա բան կա, որ Աստված չի տվել, եւ մարդը իրեն է վերագրում։ Օրինակ, Մատթեոս ավետարանի լեռան քարոզի մեջ 7-րդ գլխում մեջ շատ կարդացած համարը ուզում եմ նորից հիշեցնել։ Շատերը այն օրը ինձի պիտի ասեն. Տեր, Տեր, չէ որ քո անունովը մարգարեություն ըրինք եւ քո անունովը դևեր հանեցինք ու քո անունովը շատ հրաշքներ ըրինք, այն ատեն հայտնապես անոնց պիտի ասեմ, թե ես բնավ ձեզ չէի ճանչնար, մեկդի գացեք քովես, դուք որ անօրենություն կգործեիք։ Եվ դրա նախորդ համարներ եմ ուզում կարդալ, մի քիչ հետ գնալ։ Ոչ թե ամեն ով որ ինձի Տեր, Տեր կսե, պիտի մտնե երկնքի թագավորություն, հապա անիկա, որ իմ երկնավոր հորս կամքը կատարե։ Տեսեք սիրելիներ, մենք տեսանք Տեր Հիսուսը աշակերտներին տվեց ուժ, տվեց զորություն, տվեց հնարավորություն, օձերի կարիճների վրա
տրորելու, ոչ մեկը չէր կարող կպնել աշակերտներին, ոչ երևույթ եւ ոչ աներևույթ ուժերը։ Բայց ասեց մի ուրախացեք դրանով։ Թեկուզ երկնքից տրված էր, թեկուզ Տեր Հիսուսը տվեց, բայց դա իր մեջ պարունակում էր վտանգ։ Որն էր վտանգը։ Երբ որ աշակերտները հպարտանային, երբ որ աշակերտները հասնեին մի մակարդակի, ինչպես Մովսեսը հասարակ բանով, երբ որ ինքը ասեց, ահա եւ ես ջուր տվեցի ձեզ, այդտեղից տեսնում ենք, որ ինքը շատ այդպես վնաս կրեց։ Սա մեծ վտանգ է իրանից ներկայացնում, սիրելի եղբայրներ եւ քույրեր, եւ մենք ուշադրություն պետք է դարձնենք, որ նման բաների մեջ կարող ենք կորցնել փրկությունը, նման բաների մեջ կարող ենք կորցնել անունը, որը գրվել է ջնջվի այդ անունը, մեր անունը, եւ մենք նման վտանգներից պետք է զգուշ լինենք։ Ամենամարտկային, ամենամեծ վտանգը դրա մեջ է, որ ինքը իրենն է վերագրում, ինքը մտածում է, որ ինքն է անում, ինքը մտածում է, որ ինքն է քարոզում, ինքը մտածում է, որ ինքն է բժշկում, կամ ես քեզ կտրում եմ, զզվանողը քեզ նշանակում եմ, ես քեզ բարևից զրկում եմ։ Սա ահավոր բան է, եղբայրներ եւ քույրեր։ Աստված օգնի, որ մենք այդ աստիճանի, այդ վիճակի մեջ չընկնենք։ Ով ենք մենք, ով է մարդը։ Հովհաննես առաքյալը Տեր Հիսուսի ամենասիրելի աշակերտը։ Հայտնության գրքում մենք կարդում ենք. ես Հովհաննեսս ձեր եղբայր։ Բայց եղել է քահանայի հետ ես խոսել եմ, ասել եմ, ով էր Հովհաննեսը։ Հովհաննես առաքյալը ով էր։ Ասում է, պետք է Հիսուսից հետո կարելի է համարել շատ բարձր անձնավորություն։ Ինքը կարող էր ասել, ես Հովհաննեսս ամենասիրելի աշակերտը, առաքյալը եւ այլ, բայց ասեց ես Հովհաննես ձեր եղբայր։ Միշտ մարդը պետք է պահի մարդ Աստված հարաբերությունը։ Միշտ մարդը պետք է պահի ինքը զրոյա, ինքը ոչնչություն է։ Ինքը ընդամենը կատարում է, ինքը որպես մի գործիք է կատարում։ Ինքը չի դևերին հանում, ինքը չի բժշկում, ինքը չի ազատագրում, ինքը չի անում, այլ ընդամենը ինքը օգտագործվում է։ Այսօր այս եղբայրը, վաղը մյուս եղբայրը, այսօր այս մեկը շնորհք ունի։ Այստեղ մենք ուշադրություն դարձնենք, մարդ Աստված հարաբերությունը պետք է պահպանվի մինչև մարդկային կյանքի վերջը։ Քո կյանքի մինչև ավարտը պետք է պահպանվի մարդ Աստված հարաբերությունը։ Եթե կորցրեց մարդ Աստված հարաբերությունը եւ դառավ մարդ հարաբերություն, դա արդեն վտանգ է։ Եվ այդ վտանգը, որպեսզի աշակերտներն այդ վտանգը հասկանային, ասեց մի ուրախացեք դրանով, այլ ուրախացեք, որ ձեր անունները գրված է Գենաց գրքում։ Առաջ, տարիներ առաջ, երբ որ մենք հիվանդի մոտ էինք գնում աղոթելու հիվանդի համար, մենք սկզբում ես այդքան շատ բան չէի հասկանում, բայց հետո փորձից ելնելով արդեն սկսեցի կամաց մոտեցումը փոխել։ Եվ ճիշտը դա է։ Գիտեք, լինում են դեպքեր, երբ որ կանչում են հիվանդի մոտ մեր եղբայրներին, բոլորիս էլ, նույնիսկ քույրերն են գնում, աղոթում են, խնդիր չի, աղոթք ենք անում, բայց մի կարևոր բան, որ պետք է հիվանդը ինքը հասկանա, որ այդ էակը, որ եկել է, նա բժիշկ չի։ Մենք ոչ թե մարդ մեզ հետ է կապնվում, այլ ինքը կապնվում է Տիրոջ հետ, իր այդպես բառերով, ինչպես որ ինքը խոսում է, ինչպես որ դիմում է ինձի ջուր տուր, իր տղային, իր կնոջը, իր ամուսնուն, հիվանդ, պարկած անկողնում, կամ որևէ մեկին ասում է ինձ ջուր տուր, ինձ օգնի, ինձ բարձ դիր գլխիս տակ, վերջապես, այդպես էլ դիմում է Տիրոջը, իմ ձայնովս Տիրոջը կաղաղակեմ, իմ ձայնովս Տիրոջը կկանչեմ, իմ գանգատս անոր արջև կթափեմ, իմ նեղությունս անոր արջև կպատմեմ, երբ հոգիս իմ մեջս կնվաղեր, դուն իմ շավիղներս գիծար իմ քալած ճամփուս մեջ։
Մենք տեսնում ենք մարդ, որը ունի նեղություն դիմում Աստծուն։ Այդտեղ մարդ, կողքերի մարդ հարաբերությունը կորում է։ Այստեղ մարդը չի երևում էլ։ Լինում է մարդ Աստված հարաբերություն։ Տեր Հիսուսի խաչելության ժամանակ Գողգոթա վայրում, որը խաչվում էր մեր փրկիչը, այնտեղ գեղեցկություն չկար, ոչ անտառներ, ոչ այդպես գեղեցիկ վայրեր, ոչ մի բան չկար։ Այդ վայրը շատ այդպես բաց տարածություն էր, անապատային վիճակ էր։ Եվ ինչն էր դրա գաղտնիքը, որ մարդը, երբ որ նայում է խաչին, նայում է իր փրկչին, ինքը ուրիշ բան չտեսնի, ուրիշ գեղեցիկ բաներ իրեն այդպես չշեղեն իր հայացքը Տեր Հիսուսից։ Ինքը մնա Տեր Հիսուսին նայելով մարդ Աստված հարաբերության մեջ։ Մատթեոս 11:28-ում մեր անգիր արված, որ երեխաները միշտ այդ համարը կարդում են, ուղղակի կարիք կա, որ այդ համարը մենք ուշադրություն դարձնենք։ Եկեք ինձի բոլոր հոգնած բեռնավորվածներ, եւ ես ձեզ պիտի հանգչեցնեմ, եւ իմ լուծը ձեր վրա առեք, եւ ինձ մեջ սովորեցեք, որ ես հեզ եմ ու սրտով խոնար, եւ ձեր անձերու մեջ հանգստություն պիտի գտնեք, բազի իմ լուծս քաղցր է եւ իմ բեռս թեթև։ Տեսեք, ինձի եկեք հոգնած բեռնավորվածներ։ Երբ որ խորանում ենք Սուրբ գրքի մեջ, մենք տեսնում ենք մարդիկ թողելով մարմինը ազատվում են այդ մարմնից եւ գնում են հավերժություն, հետո կասենք լույսի մեջ գնացող հավերժություն։ Եվ այստեղ, քանի դեռ այս մարմնի մեջ ես, Տեր Հիսուսը ասում է այդ խաղաղության, այդ հանգստության, այդ մեխանիզմը բացատրում է։ Հոգնած բեռնավոր, գիտի որ բոլորն էլ հոգնած բեռնավորված են։ Այդպես մարդ չկա, որ հոգսեր չունենա։ Բոլորս էլ մենք հոգսեր ունենք, քանի դեռ այս մարմնի մեջ ենք, մենք չենք կարող անտարբեր անցնել։ Եվ այդ հոգսերը մեզ խեղճացնում է, այդ հոգսերը մեզ շատ նեղություն են տալի։ Եվ մենք սկսում ենք աղոթել այդ հոգսերի մեջ։ Բայց այստեղ այդ հոգսերի մեջ, այդ լույսը, որ մեր վրա է դրված, այդ հոգսերի Տեր Հիսուսն ասում է ինձ եք, իմ լույսը վերցրու։ Տիրոջ լույսը քաղցր է, Տիրոջ լույսը խաղաղություն ու հանգստություն է, եւ ինձ մեզ սովորեցեք, որ հեզ եմ ու սրտով խոնար, եւ ձեր անձերու մեջ հանգստություն կգտնեք։ Ինչ հրաշք է ապրել այս մարմնի մեջ եւ այդ կանոնով ապրել։ Այդ գաղտնիքը բացված լինի, որ չկա աշխարհում որևէ բան, որին գնաս եւ ստանաս հանգստություն։ Չկա տենց բան։ Որտեղ էլ գնաս, ուր էլ գնաս, որ երկիրն էլ գնաս, ինչպիսի մարդկանց էլ հանդիպես, ինչպիսի հեղինակավոր մարդկանց էլ հանդիպես, կարճ ժամանակ հետո կհոգնես։ Կարճ ժամանակ հետո դու կզգաս, որ այս էր բոլորը, ցանկացած բան հոգնեցուցիչ է, դատար կա։ Դրա համար Տեր Հիսուսը գիտի, որ այս մարմնի մեջ ինչքան նեղություններ կա, ասում է ինձ եք, իմը վերցրու քո վրա, եւ դու քո կստանաս հանգստություն։ Ուշադրություն դարձնենք նաեւ սիրելիներ շարունակությունը, մենք կարդում ենք Կողոսացիս մեր շատ ծանոթ 3-րդ գլուխը, որ ուզում եմ կարդալ, այդ եթե Քրիստոսի հետ հարություն առինք, ուրեմն վերի բաները փնտրենք, ուր Քրիստոսը կնստի Աստծո աջ կողմը, վերի բաներում վրա մտածենք, ոչ թե այս երկրի վրայիններում, բազի դուք մեռաք ու ձեր կյանքը պահված է Աստծոյքով Քրիստոսին հետ, երբ Քրիստոսը մեր կյանքը հայտնվի, այն ատեն դուք ալ անոր հետ փառքով պիտի հայտնվիք։ Վերի բաները մտածել։ Գիտեք, վերի բաները մտածել մեր մարդկային գաղափարից դուրս է, մեր ուզածի պես չի վերի բաները։ Ինչպես որ մենք մտածում ենք, այդպես չի։ Տեսեք, Տեր Հիսուսը տվեց երկնայինը, բայց նորից վտանգի մասին տեղեկացրեց։ Մի ուրախացեք դրանով։ Այլ ուրախացեք, որ ձեր անունները գրված է կենաց գրքում։ Վա, հիմա եթե Տեր Հիսուսը չի տվել, որքան վտանգավոր է, այն որ մարդն է սարքել, մարդն է մտածել, մարդն է որոշել,
որքան վտանգավոր է։ Գիտեք, կարծես այդ Տեր Հիսուսի տվածի մեջ մենք ոչ մի նյութական, ոչ մի այդպես բաներ կարծես չտեսանք։ Նա տվեց ուրիշներին օգնելու համար։ Բայց մենք տեսնում ենք աղոթներ ա լինում հիվանդներ բժշկվելու համար, աղոթներ ա լինում նյութականի համար, աղոթներ ա լինում տարբեր բաների համար աղոթ կա լինում։ Բայց մենք տեսնում ենք, սիրելիներ, ինչ էլ ուզում ա լինի, մենք պետք է միշտ ու միշտ աշխատենք այդ բոլոր հաջողությունների մեջ, մենք չկորցնենք ամենագլխավորը, չկորցնենք այն, որը ձեր անունը գրված է կենաց գրքում, չկորցնենք, որովհետև դա ուզում եմ ուշադրություն դարձնենք նաև այսպիսի մի վտանգի մասին, եւ ես այդ կարդալուց հետո օրինակ կբերեմ։ Հայտնության 5-րդ գլուխ 4-ից 6 խոսքերը մենք կարդում ենք, որ Հովանեսի համար շատ տխուր էր հայտնության մեջ, տխուր էր, որ ոչ մեկը չկա, որ այդ կնիքը բացի, եւ հայտնվեց մեկը ով էր, ինչպիսի վիճակում էր, մորթված գառնուկ։ Առաջի հայացքից գառնուկ դա ամենահեզ Աստծո ստեղծագործությունն է մոլորակի վրա, գառնուկ։ Նաև այսինքն կարող է գառնուկը ձայն հանել, նույնիսկ ուրիշ բան չի կարող անել, բայց մորթված, պատկերացնում եք, մարդկային, ասենք մտածելակերպից դուրս է եւ մորթված գառնուկը կարողացավ այդ գործողությունը կատարել։ Մորթված գառնուկը, եւ այստեղից մենք ուշադրություն դարձնենք, ես մի օրինակ հիշեցի ու նշեցի այստեղ, տարիներ առաջ 70-ական թվականներին, դե շատ եմ ասել, որ ոչ միայն Մասիվ, Ավան, Կոմիտաս, Զեյթուն, բոլորը մի խումբ էր, մի 35-ից 40 հոգանոց խումբ էր, եւ հանրակացարաններից ես իջնում էի հավաքույթի ասելով ավտոբուսը սպասում էր Գայի արձանի մոտերը եւ այդ ավտոբուսը մեզ տանում էր Գառնի, Ձորը, վերջապես տարբեր տեղեր, Գաղտնի, մենք հավաքվում էինք։ Եվ մի բան կատարվեց, չգիտեմ, ես երևի էլ եմ ասել, մի բան կատարվեց։ Ուրեմն մենք ունեինք մի հատ Սիրուշ քույրիկ, որը չէր լսում։ Այս Սերգեյ եղբոր Սիրանուշ անունը հենց իրա, ասում ենք Սերգեյ եղբորը, որ եկել է այստեղ, իրա երկրորդ մայրն է եղել Սիրանուշ, բայց չէր լսում ինքը, հենց որ տան մեջ հավաքույթի ժամանակ կանգնում էր քարոզողի կողքին, որ գոնե մի քիչ լսեր։ Խոնար, այդպես մի շպիտը դեմքին, մի յուրահատուկ էակ էր մեր Սիրուշ քույրիկը։ Եվ այդպես ես արագ իջնում էի դեպի Գայի արձան, մեկ էլ մի հատ շատ վատ տեսքով, կիսամերկ, մի հատ տարիքով կին, այդպես մեկ էլ մի քանի մետր էր մնում, հիմա ուղիղին վրա է գալի, ես ուզում եմ շեղել, գնալ, մեկ է սենց անում, դու ու գոռում է, ես է շփոթված, դե 20 քանի տարեկան է, ուրեմն ասում է, դու էլ ես ընդ գնում, նոր ասում է, այն երկու հոգին, որ անցան, այն մեկը հեչ, այսինքն այն մեկը երիտասարդ էր, ընկել էր Սիրուշ քրոջ թևը, ծեր տատիկ էր, այդպես բան էր անում, բերում էր, որ հավաքույթի տաներ, ասում է, այն ծերը ընենց խփեց ընձի, ես քիչ էր մնում մեռնեի, ինքը գիտի, որ ես ուր եմ հետում, այդ մեր գեղարդ ընդ թուղթուկիր են անում, բախտագուշակ էր ինչ էր։ Եվ այդպես չեմ ուզում երկարացնել, վերջը հավաքույթ է, եւ ես խոսքի մեջ բերում եմ անում, ասում եմ ժողովուրդ, այս կողքից կայնած իմ մասին էր խոսքը։ Հիմա ուզում եմ լսի, ես էլ կամացածնում եմ, որ չլսի, որ իր մասին է խոսքը։ Ընենց ասում եմ կողքից, երբ որ անցել է, այս դիվահարը կորցրել է իրան, կողքից անցնելուց, պատկերացնում եք ինչ էր տեղի ունեցել, իսկ այն երիտասարդը հեչ, այնի կամ եղած կամ չեղած, տեսնում եք որտեղ է ուժը, տատիկ, չլսող, եւ արի տես սրբությունը ինչ է անում, ինչ օրհնություն է սրբությունը, դա կապ չունի, տեսանելի վիճակով դու կարող չիմանաս, որ այդ տատիկի մեջ ինչ օրհնություն կա, այդ տատիկի աղոթներով ես դու սիրելի հովիվ, սիրելի եղբայրներ, սիրելի քարոզողներ, այդ տատիկի աղոթքն է քեզ Տերը օրհնում, դու քեզնից մի մտածի, որ
դու ես որ կաս։ Այստեղ մենք ուշադրություն դարձնենք սիրելիներ, ուրեմն Կողոսացիս 1:12-15 կարդալ, գոհանալով հոր Աստծմե, որ մեզ լույսի մեջ բնակվող սուրբերուն վիճակին մասնակից ծլալու արժանացրեց։ Դա մենք պետք է պահենք Աստծո նախապայմանը, պետք է պահենք Աստծո ասածը։ Այդ լույսի մեջ բնակվող սուրբերին արժանանալը այդպես չի, որ եսը ցուցաբերելով կամ չգիտեմ ինչ որ բաներ անելով, մարգարեություն արեցի, բժշկեցի, սենցարի, կդրեցի, կապեցի, ես չգիտեմ ինչեր արեցի, դա այդպես չի կարա լինի, սիրելիներ, դրա համար մենք սպասվում է լույսի մեջ գնալը, որպեսզի դուք ուրեմն գոհանալով հոր Աստծմե, որ մեզ լույսի մեջ բնակվող սուրբերուն վիճակին մասնակից ըլլալու արժանացուց, որ մեզ ազատեց խավարի իշխանությունեն ու իր սիրելի որդի թագավորությանը փոխադրեց, որով մենք փրկություն ունենք իր այրունովը, այսինքն մեղքերի թողություն, որ աներևույթ Աստծո պատկերն է բոլոր ստեղծվածներում անդրանիկը։ Այո, ես էլ եմ ասել այդ մասին, որ մեր պապերը եւ մինչեւ հիմա եկել հասել է մեր օրերը այդ խոսքն ասում, լույսի մեջ գնաս, լույսի մեջ ապրես, հավերժություն գնալ լույսի մեջ։ Այստեղ սիրելիներ մենք ինչ ենք տեսնում, բայց կա նախապայման։ Իմ ասելով չի, որ ես լույսի մեջ պետք է գնամ, քո ասելով չի, մարդու ասելով չի, այդ լույսի մեջ գնալը պատրաստ է, բայց ում համար։ Սիրուշ քրոջ համար եւ նման եղբայրների եւ քույրերի համար, որոնք երբեք ու երբեք որևէ երկնային, որևէ բան, թեկուզ երկնքից ստացել է, այդ պարգևը իրեն չի վերագրում։ Տեր Հիսուսը տվեց այդ հրաշքը կարելի ասել, այդ երկնային իշխանությունը աշակերտներին, բայց վտանգը գիտեր, որ մարդը մնում է մարդ եւ կարող էին ընկնել վտանգի մեջ, ասես դրանցով չուրախանաք, հանգարց դրանցով չուրախանաք, այլ ինչով ուրախացեք, ուրախացեք, որ ձեր անունները գրված է կենաց գրքում։ Այ եթե դուք դրանցով ուրախանաք, դրանցով առաջնորդվեք, դրանցով ձեզի ցույց տաք, կկորցնեք երկնքի թագավորությունը, կկորցնեք, դա մեծ վտանգ երենից ներկայացնում։ Սիրելի եղբայրներ եւ քույրեր, մենք ուշադրություն պետք է դարձնենք դրա վրա։ Թեկուզ երկնքից էր տված, այո, երկնքից էր տված, բայց կա որ երկնքից էր տված չի։ Բայց դրանով առաջնորդվում է, դրանով գնում է եւ դրանով անուն է հանում, դրանով ցույց է տալիս եւ սա վտանգավոր է։ Սա կկորցնի երկնքի արքայությունը։ Դա համար Տեր Հիսուսի ասած խոսքը մենք ուշադիր լինենք, պահենք Տեր Հիսուսի տվեց եւ ասեց վտանգը։ Ինչպես ծնողը մի բան է տալիս, պետք է դա տալիս է, բայց ասում է ուշադիր եղի, այսպես չանես, այնպես չանես, այնպես չանես։